Այսօր եռաբլուր զինվորական պանթեոնը լեցուն էր լռությամբ, հիշողություններով և խոնարհումով։ Այստեղ էին հավաքվել փոխգնդապետ Սամվել Սահակյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները և ուսանողներ։ Նրանք եկել էին միասին նշելու և հարգելու հերոսի մահվան տարելիցը։ Նրա շիրիմի առաջ մի պահ կանգ առնելու, լռելու, հիշելու և խոնարհվելու։ Ընկերներ, բարեկամներ, հարազատներ, լեգենդար հրամանատարի ճանաչողներ, աշխատան ընկերներ։ Ես պատիվ ունեմ այսօր ներկա լինելու ընտանիքի նվիրյալ զավակի, որ ուսումնասիրելով իր կյանքը, գործունեությունը, իր փառավոր Քո համար Սամվելն է, որտեղ քո ընկերն ու քո Սամվելը անցած ուղին ես չէի հասկացում, որ մեր ընտանիքում սենց հերոս տղա չպիտի լինի։ Սամվել Սուրենի Սահակյանը ծնվել է 1986 թվականի հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 15-ամյակը դեռ նոր բոլորած Սամվելն ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2007 թվականին հաջողությամբ ավարտելով ռազմական ինստիտուտը վիճակագրությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում։ 2019 թվականի հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում։ Ծառայության 13 տարիների ընթացքում փոխգնդապետ Սամվել Սահակյանը արժանացել է 1 տասնյակ շքանշանների և մեդալների, այդ թվում Հայաստանի Հանրապետության առաջին աստիճանի մարտական խաչ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ շքանշանների, պետական և գերատեսչական 30-ից ավել տարբեր աստիճանակարգերի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների, որոնք ընդամենը մի փոքր մասն ու գնահատականն է խիզախ հրամանատարի անձնուրաց ծառայության։ Նժդեհավոճ հրամանատար, ահն ու մահն արհամարհող քաջարի փոխգնդապետ Սամվել Սահակյանը գիտակցաբար զոհվել է հայրենիքի համար մղած մարտերում, Ջրականի ռազմաճակատում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին առաջնային զորամասերում, հակառակորդից 300-ից 500 մետր հեռավորության վրա, այդ թվում առաջին կարգի քարվաճառի զորամասում 8 տարի և Ջրականի առաջնագծային զորամասում 2 տարի, մինչև իր հերոսական զոհվելու օրը։ Բայց Սամվելը միակն է եղել, ով իրան բռնաժիլետը հանել է 2 մետրանոց իր հասակը թողել անպաշտպան, տվել իրան զինվորին, հագցրել զինվորին, բանը սաղավարտը դրել զինվորի գլխին, տեսել որ զինվորը վախից իրանը շպրտել է փախնում։ Հումորով տղա էր, պատվի առել զինվորին, ասել զինվոր հրամայում եմ չզոհվել, սա զորք է առաջ։ Զինվորը դուխ է առել, այդ դուխ բառը ռուսերեն է, բայց ոչ մեր բարեկամ ժողովուրդն է։ Ու բան արել։ Զինվորն ասել լսում եմ չզոհվել, պարոն փոխգնդապետ։ Հիմա ես այդ զինվորին փնտրում եմ աղջիկս, ուզում եմ որ ասենք ինքը գա պատմի այդ պատմությունը, ինձ իրան ընկերներն են պատմում։ Մտածում որ երես զինվորը վախենում է, մտածում է ես կարող իրան մեղադրեմ, ասեմ այդ տղա, եթե դու քո բռնաժետը չէիր շպրտել, քո հրամանատարը իրանը չէր հանի քեզ հագցել, ինքը մնա անպաշտպան։ Ահա։ Բայց ես տես բան կյանքում չեմ ասի, որ մի պատճառով, եթե իմ տղան զինվոր լիներ, ես կասեի, բայց քանի որ Սամվելը հրամանատարն է եղել եւ այդ զինվորի կյանքը ճակատագիր իմ տղայի ձեռքերում է եղել, ինքն է որոշել, որ զինվորը պետք է ապրի, եթե ապրում է իհարկե զինվորը։ Ինքը պետք է կասկածի տակ իր կյանքը թողի։ Սամվել Սահակյանը մասնակցել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին։